Ադրբեջանական լրատվամիջոցները հունիսի 11-ին լուր են տարածել, որ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Ջերի Փիլային, որում մասնավորապես ասվում է. Այս տարվա մայիսի 27-ից 28-ը Բեռնում կայացած համաժողովում ձեր ելույթի առումով ես պետք է եւս մեկ անգամ ձեր ուշադրությանը ներկայացնեմ, որ Ադրբեջանի համաշխարհային հանրության կողմից ճանաչված 86600 քառակուսի կիլոմետր տարածքում չկա Արցախ անունով վարչական միավոր։ Նույնիսկ Հայաստանի վարչապետը ստիպված է եղել ճանաչել այս պատմական իրականությունը, մեջբերել է լրատվամիջոցը Փաշազադեին։ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահը առաջարկել է եկեղեցիների համաշխարհային խորհրդին ուղարկել իր ներկայացուցիչներին իրական իրավիճակին ծանոթանալու համար։ Ալլահշուքյուր Փաշազադեն նշել է, թե հայ եկեղեցին մարդկանց մղում է ոչ թե խաղաղության, այլ բռնության։ Հայ ժողովրդին կոչ է անում մահվան պայքարի եւ նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ։ Ես կոչ եմ անում եկեղեցիների համաշխարհային խորհրդին չաջակցել հայ եկեղեցու սադրիչ ռևանշիստական քարոզչությանը, որը խախտում է փխրուն խաղաղության պայմանները, ըստ լրատվամիջոցների, ասվում է Փաշազադեի նամակում։ Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսին Շվեյցարիայի Բեռն մայրաքաղաքում եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնակայանում տեղի է ունեցել կրոնական ազատություն, հայկական հոգևոր, մշակութային եւ պատմական ժառանգության պահպանումը Արցախում խորագրով միջազգային համաժողովը։ Հոգևոր եւ աշխարհական բազմաթիվ գործիչներ, գիտնականներ մասնակցել են Արցախի հոգևոր մշակութային ժառանգության փրկությանը, արցախահայության իրավունքներին նվիրված համաժողովին, որը կազմակերպվել էր ամենայն հայոց կաթողիկոսի խնդրանքով։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։